Իրանի Իսլամական Հանրապետության Քաշան քաղաքում գտնվող Աղա Բոզորգի մզկիթը իրանական իսլամական ճարտարապետության ապշեցուցիչ օրինակ է։ Մզկիթը, որը կառուցվել է 1798 թվականին Ղաջարների ժամանակաշրջանում, ժամանակի հայտնի ճարտարապետ Ուստադ Հաջ Շաբան Ալիի կողմից իսկական գլուխգործոց է, որը շարունակում է գրավել այցելուներին ամբողջ աշխարհից։ Աղա Բոզորգ մզկիթը սկզբում կառուցվել է որպես մեդրեսա կամ աստվածաբանական դպրոց, որտեղ աշակերտները կարող էին սովորել Ղուրանի գիտություններ և իսլամական իրավագիտություն։ Մզկիթի դիզայնը արտացոլում է Ղաջարների դարաշրջանի մտավոր և գեղարվեստական նվաճումները, ցուցադրելով ավանդական իրանական և իսլամական ճարտարապետական տարրերի յուրահատուկ խառնուրդ։ Մզկիթի նշանակությունը դուրս է գալիս նրա կրոնական և մշակութային ժառանգությունից։ 1905-ից 1911 թվականների սահմանադրական հեղափոխության ժամանակ մզկիթը դարձավ քաղաքական ակտիվիստների և մտավորականների հավաքատեղի, ովքեր ջատագովում էին Իրանում ժողովրդավարական բարեփոխումները։ Այդ ժամանակվանից այդ վայրը դարձել է Իրանի ազգային ինքնության խորհրդանիշը և երկրի հարուստ մշակութային ժառանգության վկայությունը։ Աղա Բոզորգի մզկիթը հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական առանձնահատկություններով, ներառյալ խճճված սվաղագործությունը, գեղագրությունը և սալիկապատումը։ Մզկիթի կենտրոնական բակը շրջապատված է մի շարք սենյակներով, իսկ հիմնական աղոթասրահը գտնվում է բակի ծայրամասում։ Աղոթասրահը ծածկված է հոյակապ գմբեթով, որը զարդարված է բարդ ձևավորումներով և նախշերով, ստեղծելով շունչ քաշող տեսողական փորձ այցելուների համար։ Մզկիթի գրադարանը նրա ճարտարապետական ձևավորման ևս մեկ կարևոր կետ է։ Գրադարանը պարունակում է ավելի քան 5000 գրքերի և ձեռագրերի հավաքածու, ներառյալ հազվագյուտ և արժեքավոր աշխատություններ իսլամական աստվածաբանության, փիլիսոփայության, գրականության և պատմության վերաբերյալ։ Հավաքածուն վկայում է Ղաջարների դարաշրջանի մտավոր նվաճումների մասին և յուրօրինակ հայացք է տալիս Իրանի կրոնական և մշակութային պատմությանը։ Բացի մզկիթից Քաշանում են գտնվում բազմաթիվ այլ կարևոր պատմական տեսարժան վայրեր, ներառյալ Ֆին այգին, որի մասին կպատմեմ այս հաղորդման ընթացքում, և Սուլթան Ամիր Ահմադ Բաղնիքը։ Այս վայրերը նույնպես արժանի են այցելության բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Իրանի պատմությամբ և մշակույթով։ Ինչպես նշել էի, Աղա Բոզորգի մզկիթը իրանական իսլամական ճարտարապետության իսկական հրաշք է և երկրի մշակութային ժառանգության կարևոր խորհրդանիշը։ Նրա ապշեցուցիչ դիզայնը և պատմական նշանակությունը այն դարձնում են պարտադիր այցելության վայր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արվեստով, ճարտարապետությամբ, կրոնով կամ պատմությամբ։ Այս Աղա Բոզորգի մզկիթ իսկապես անմոռանալի փորձ է, որը բացառիկ հայացք է տալիս Իրանի հարուստ մշակութային և մտավոր պատմությանը։ Կենտրոնական Իրանի Քաշան քաղաքում գտնվող Ֆին այգին լայնորեն համարվում է երկրի ամենագեղեցիկ և պատմական նշանակություն ունեցող այգիներից մեկը։ Ի սկզբանե կառուցվել է մինչև իսլամը Սիալքի քաղաքակրթության ժամանակ։ Ներկայիս այգին կառուցվել է Սեֆիան դինաստիայի Շահ Աբբաս առաջինի կողմից։ Այս այգին Իրանի հարուստ գեղարվեստական և մշակութային ժառանգության վկայությունն է։ Հիմնականում կառուցվել է որպես մասնավոր նահանջ Սեֆյան կառավարիչների համար, որոնք այն օգտագործում էին որպես իրենց առօրյա կյանքի եռուզեռից փախչելու վայր։ Այգին նախագծված էր որպես խաղաղապաստարան, իր փարթամ կանաչապատմամբ, շողշողացող ջրով և ապշեցուցիչ ճարտարապետությամբ, որն ապահովում է հանգիստ և հանգստացնող միջավայր։ Տարիների ընթացքում Ֆին այգին եղել է Իրանի պատմության բազմաթիվ կարևոր իրադարձությունների վայր,
Ամենանշանակալի իրադարձություններից էր Ղաջարների ժամանակաշրջանի իրանցի ականավոր պետական գործիչ Ամիր Քաբիրի սպանությունը։ Նա սպանվել է այգում Նասեր ալ-Դին Շահի հրամանով, ով վտանգ էր զգում իր բարեփոխումներից։ Այսօր Ֆին այգին հայտնի վայր է զբոսաշրջիկների և տեղացիների համար և ճանաչված է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ֆին այգու ամենավառ առանձնահատկություններից մեկը նրա ապշեցուցիչ ճարտարապետությունն է։ Այգին վայելում է մի քանի գեղեցիկ հատվածներ՝ իր յուրահատուկ դիզայնով և դասավորությամբ։ Առաջին հատվածը, որն ամենաթարմն է, այգու ծայրամասում գտնվող Ղաջարիի տաղավարն է։ Պարզ տաղավարն ունի գունավոր վիտրաժներ և մի քանի գեղեցիկ որմնանկարներ։ Երկրորդ հատվածը Սեֆյանների ամառային պալատն է, որը երկհարկանի շինություն է, կենտրոնում լճակով։ Օդը բաց կողմերից հոսում է շենք և զովացնում այն։ Երրորդ մասը Կարիմ խանի նահանջն է, որը կառուցվել է 17-րդ դարում Զանդների դինաստիայի թագավոր Կարիմ խանի կողմից։ Շենքը մեջտեղում ունի թարմացնող լճակ։ Պատերին կան տպավորիչ նկարներ։ Վերջին հատվածը Ղաջարիի համամն է, որտեղ Նասեր ալ-Դին Շահի հրամանով սպանվել է հայտնի կանցլեր Ամիր Քաբիրը։ Երկրորդ հատվածում, որը հայտնի է որպես Բիրունի կամ արտաքին հատված, գտնվում է այգու հանրահայտ Հոուզ Խանեհը, մեծ լողավազան, շատրվաններով և ջրային ուղիներով, որոնք շրջապատված են սիմետրիկ ծաղկե մահճակալներով։ Ֆին այգին ոչ միայն գեղեցիկ և խաղաղ օազիս է, այլև մշակութային մեծ նշանակություն ունի Իրանի համար։ Այգին դարերի ընթացքում եղել է բազմաթիվ բանաստեղծությունների, նկարների և արվեստի այլ գործերի թեմա և դարձել է իրանական մշակույթի և ինքնության խորհրդանիշ։ Բացի այդ, Ֆին այգին պարսկական ավանդական այգիների ձևավորման և կանաչապատման կարևոր օրինակ է, որն ընդգծում է ջրի, կանաչապատման և երկրաչափական նախշերի օգտագործումը, հանգիստ և ներդաշնակ միջավայր ստեղծելու համար։ Այգու դիզայնը և հատակագիծը հիմնված են Չահարբաղ ավանդական պարսկական պարտեզի ձևավորման սկզբունքների վրա, որը սկիզբ է առել հին ժամանակներից։ Ֆին այգին իսկապես հավերժական գանձ է, մի վայր, որտեղ այցելուները կարող են զգալ Իրանի գեղեցկությունը, պատմությունը և մշակույթը մեկ ցնցող վայրում։ Իր ապշեցուցիչ ճարտարապետությունից և փարթամ կանաչապատումից մինչև հարուստ պատմություն և մշակութային նշանակություն, Ֆին այգին իրանական արվեստի և դիզայնի մնայուն ժառանգության վկայությունն է։ Անկախ նրանից, թե դուք պատմության սիրահար եք, բնության սիրահար կամ պարզապես խաղաղ փախուստ եք փնտրում, Ֆին այգին պարտադիր այցելության վայր է, որը պետք է լինի յուրաքանչյուր ճանապարհորդի ցանկում։